ինձ հիմա ինչ ուզում եք արեք, ես չեմ հավատում, որ Ծառուկյանի այդ խեղճ կենթանին, այդ առյուծը, հենց որց առյուծը, որի ակնարկել էր ժամանակին Ծառուկյանը, որ կարող է Նիկոլին մոտը գցի, որ քնցվելուց այնպես են արել, որ կենթանին սատկել է։ Որցներ թե էքներ, կարծեմ էքներ չէ, որցն է սատկել։ Իմ իմանալով էքներ, ինչև է։ Թեկուզ էքել է, կարևոր չի հասկանում ես, բայց ասենք ինքը ինչ ասում, ասում է, «Էդի ումով էր ինձ սպառնում, քո առուսներով, դե տես առուսներիդ հիմա ինչ կանեմ»։ Ու արեց։ Հիմա կներեք շատ սև բան է, բայց երևի Հայաստանը աշխարհի միակ երկիրն է, որտեղ կան նաև փաստորեն կենթանի քաղբանտարկյալներ, էլի կենթանիներ, որոնք համե քաղբանտարկյալ են ու զոհվել են։ Ու նաև զոհված, հա, բռնաճնշումների զոհ կենթանի ունենք։ Ասենք այդ չգիտեմ այդ ոնց ասեմ։ Մանրոքության ամենամեծ բանն է, էլի իսկապես եւ կենթանին ափսոս է եւ ասում Աստծո արած է։ Իդեպ ես ասեմ, որ դա շատ մեծ սխալ էր այս իշխանությունների կողմից, որովհետեւ ես 2 օր ամեն տեղից միայն դրա մասին եմ լսում, որ մարդիկ ասում են ամենավատ բառերով, էլ ասում են անվազն աննասուն պետքա լինես, որ դու Աստծո արածին անմեղ կենթանուն քո քաղաքական վրեժխնդրության կամ չգիտեմ ինչի համար ընդ որում սատկացնես։ Ընդ որում բանամ, ասենք շատ քիչ խոսվեց նաև այդ ներխուժելուց բիզնեսներ, որը հսկայական թվով մարդկանց կպելա, վնասելա, հա։ Հազարավոր մարդկանց։ Ընդ որում մի կողմից աշխատողներին, հազարավոր աշխատողներին, պլյուս եթե մեծ խոշոր բիզնես փակվում է, դրա հետ փակվում են նաև բիզնեսներ, որոնք ասենք որոնք որ կախվածություն են, մատակարարներ, սպասարկողներ, հիմա Նիկոլի էլեկտորատը իբր, ասենք, տենց բան կա, չէ, որ գյուղացիության մեջ ավելի բարձր է իր բանը, հա, վարկանիշը, ավելի շատ են իրան ընտրում։ Բայց ասենք նույն այդ գյուղացիներից, որից գնելու էին NLS վիճակում, որ էլի Նիկոլի պատճառով արտահանումը կանգնել է, կտրուկ կրճատվել է, հա, Միրգ Բանջարեղենի, հիմա մի հատ էլ ասենք այդ նույն գյուղացին խաղողի խնդիրը, հա, մտերումների խնդիրը առաջանալու ու լիքը ուրիշ նման բան։ Հիմա այսինքն վնասատրված եւ աշխատողներին իրանց ընտանիքներին այդ Արադ ցեմենտի ոնց հասկացա Վառարանը ցեմենտի կանգնացրել են տեխնոլոգիան խախ, այսինքն փչացնում են կոնկրետ վատով մեջը անջատում եք, վատով փչացնում են սարքավորումը, հա, այդ ձև իրանց պահում են, ասենք, չգիտեմ, Լենք Թեմուրի ասպատակողները, հա, որ գալիս էին, թալանում էին, ինչ չէին կարող տանեն, վառում էին կամ ես իմ ավիրում էին։ Ու նաև իմ ընկերներից բախվել էր, առավոտյան գնում է Լողավազան, այդ մուլցի վելնես, հա, Խանջանի վրա կա։ Գնում է Լողավազան, մեկը գալի լցվում են տենց ինչ որ քննիչներ, ոստիկաններ, չգիտեմ ով, մարդկանց սկսում են Լողավազանից հանել, ասենք մարդիկ վճարել են այդ աբոնեմենտների բանի համար, օգտվում են։ Հիմա մարդկան առողջական նպատակներից, ասենք ոչ բոլորը սիրուն կազմվածքի համար են գնում։ Ու ասենք դա նաև օրինակ հաճախորդներին վախեցնելու համար է արվում, որ մարդիկ էլ, չգիտեմ, կասեցնեն իրանց պայմանագրերը դուրս գան տեղից եւ այլն եւ այլն։ Կամ ասենք Օլիմպիավանը փակել են, այդտեղ խմբակներ կան բազում, որտեղ երեխեք սպորտով են զբաղվում։ Դա էլ է բանը եղել, հա, դա էլ է փակվում։ Մի խոսքով սենց, բայց այստեղ բանն է էլի հետաքրքիր, իսկական կարելի է ասել օրինակ ենթադրել, հա, ինչ-որ քրեական գործ են հարուցել եւ անկեղծ ես մի քանի անգամ կարդացի այդ քնչականի բանը հաղորդագրությունը, չես հասկանում ում են խափել են արդյոք թե չեն խափել, ինչ-որ պարսիկների գործունեություն, ասում գնել են մեքենաները, բայց հետո բերել են այստեղ ցույց են տվել թե չեն գնել, թե Չէ, անհասկանալի մի բան։ Ասենք ինչ կապ ունի լողավազանում լողացող մարդը այդ ամեն ինչի հետ։ Ընդհանրապես այդ լողավազանը, մուլտիվելնեսը ինչ կապ ունի այդ ամեն ինչը։ Դուք կոնկրետ քրեական գործ եք ասում
Եվ նույն պահին գնում եք մտնում եք multi wellness, գնում եք մտնում եք Օլիմպիավան, գնում եք մտնում եք բենզալցակայանները այդ մարդու, գնում եք մտնում եք ցեմենտի գործարանը, գնում են մտնում են Սևանի ազգային պարկում, ինչ որ այսօր նորից կարդացի, տարածքներ կան վարձակալած, ինչքան հասկացա 2300 մետր քառակուսի մետր տարածքի մասն է, որտեղ 200 մետրանոց ինչ որ տուն է եւ ինչ որ հանգստյան գոտի է։ Դրա պայմանագիրներն եք վերցնում, հետո էլ այդ դատախազները, քննիչները այսպես լուրջ դեմքով գրում են, որ 3 տարի այսինչ բենզալցակայանում խախտումներին արել չեն տվել։ Քանի տարի այնտեղ հարկ են թաքցրել, քանի տարի այնտեղ մարդկանց լավ չեն սպասարկել, քանի տարի բասեինը լավ չեն մաքրել։ Սենց լուրջ հաղորդագրություններ են գրում, ու նայում ես ասում ես ախպեր, ԱԱԾ-ն ներգրաված է, դատախազությունը ներգրաված է, քննչականը ներգրաված է, սրանք բոլորը դիմումներ են գրում տարբեր դատարանների, հակակոռուպցիոն դատարան, նրանք սուսուփուս անում են, ու սենց ասում ես, այս մեխանիզմը անթերի գործում է արդեն, էլի, այսինքն ոչ մեկ ոչ մի վարքյան չի ասում, ախպե կարողա լավ բան չենք անում, այս կարողա մենք ուղղակի ինչ-որ մեկին վատություն ենք անում։ Ես որ ասում եմ բռնապետական ռեժիմները դեպի վատն են միշտ գնում, այդ նաև գալիս է, երբ որ բռնապետը կառուցում է իր սրտի այդ ռեպրեսիվ ապարատը, հա, ուժայիններ, չգիտեմ, իր դատավորներին նա բերում նշանակում, որոնք, չգիտեմ, ընդ զանգով կամ SMS-ով միանգամից որոշումներ են կայացնում կամ երբ որ պետքա որոշում չեն կայացնում, ձգձգում են ամիսներով ու տարիներով, հա։ Ինչի է որտեղից է գալիս էլի այդ ինչ տրամաբանությամբ է, որ ասում եմ գնալով վատանալու է, դեպի հետ չի գալու։ Այդ ամբողջ ապարատը, որ կառուցվում է, իրանց պաշտոններ է տրվում, իրանց աշխատավարձեր է բարձրացվում, իրանց պարգևավճարներ է տրվում, այն հաշվարկով, որ այ գնացիր, ես ինչին բռնեցիր, թեպետ դա ապօրինի էր, հասկանում ենք դու օրենք ես խախտում, մեր քաղաքական թիմի հրամանով, ուրեմն քեզ պետք է ավելի շատ փող տանք։ Բայց գալիս է մի պահ, երբ որ ասենք, չգիտեմ, քաղաքական հակառակորդները սպառվում են, իսկ այդ համակարգը դու չես կարա քանդես։ Գալու ասի քեզ ենք բռնում, որտեղ դու Ծառուկյանին այն ժամանակ ապօրինի ես բռնել։ Դրանց մի մասին է ձև այո ինքը բանը անելու, այդ Ստալինից հիշենք, հա, մի տարի մեկն էր արագ գնդակահարում մյուս տարի գալիս էին այդ գնդակահարողներին, նոր գնդակահարողներ էին հավաքում, հետո մի հատ էլ դրանից հետո էին գալիս, հա։ Բայց դրանից բացի ինքը այդ ապարատին անդադ պետքա սնուցի։ Նշանակում է իրանց անընդհատ նոր թիրախներ են պետք գալու, որ գրեն այդ աչոտները, հա, այդքան մարդ ենք բռնել, այսքան հասկացա, Կարեն ջան, էլի հասկացա, բայց դեմքը պահելու նվազագույն բան էլ չկա, լավ, ասենք Ծառուկյանին բռնեցիք, քրեական գործը ցույց տվեցիք, անհասկանալի է, բայց երբ որ նույն պահին մտնում են ու ասում են, այ իր այն տան դիմացի բենզալցակայանում 3 տարի չեն խփել, ու հասկանում ես, որ դա սուտ եք ասում։ Ուղղակի այս պահին, բայց իրանք էլ գիտեն, որ սուտ են ասում։ Ասածս էնա, որ վաղը դա ամաչում է սուտը ասում։ Որ դա հիմա չեն ամաչում Ծառուկյանի հարցով, վաղը չեն ամաչելու ավելի մանր ինչ որ մի, սենց ասեմ, գործ չի, ինչ ավելի քիչ փոքր մասշտաբի գործ չի բանով, հետո արդեն մտնելու են, չգիտեմ, միջին խավ, շարքային ինչ որ քաղաքացիներին կպցնեն, ասեն դու չգիտեմ 2 տարի առաջ ես ինչ մեկի պոստն ես լայքել, դու ես, այսինքն այս բանը միշտ դեպի ներքև այն, որ ասում եմ, մեզ թվում էր հասել են հատակին, այն այդ հասանք հատակին, այն այդ տակից ծեծեցին ու պարզվեց ավելի խորը, հա, կարանք ընկնենք։ Այս բանը, ասենք արդեն համակարգը այնպես է կառուցած, որ ինքը գնալով դեպի վատ է գնալու։ Այդ մարդիկ անընդհատ ուզելու են նոր պարգևավճարներ ստանան, ուզելու են նոր պաշտոններ ստանան եւ այլն, ու հանուն դրա բոլորին փուրն են տալու։ Այո։